Պարոն Պետրոսյան, այսօր բողոքի ակցիա եք իրականացնում ի պաշտպանություն Արթուր Օսիպյանի, ձեր կարծիքով ինչ տեղի ունեցավ նրա հետ, ինչու նրան կալանավորեցին եւ ինչ նախաձեռնության էլ անդրադառնաք, ինչու որոշեցիք հենց կառավարության դիմաց։ Ճիշտն ասած որոշողը ես չէի, ես ուղղակի միացա պարոն Խզմալյանին, որովհետեւ գտնում եմ, որ շատ արդար պահանջ է եւ անհապաղ պետք է ազատ արձակվի, իսկ ինչ վերաբերում է մնացածին, դուք բոլորդ ուղիղ եթերում բոլորս տեսել ենք ինչա կատարվել եւ ամեն ինչ պարզ է։ Պարոն Պետրոսյան, հետաքրքիրը այն է, որ Արթուր Օսիպյանը Արցախում հայտնի էր որպես Նիկոլ Փաշինյանի աջակից։ Նա 2018 թվականին աջակցեց, ողջունեց հեղափոխությունը։ Հիմա ինչու այսպես ստացվեց։ Ախր մենք ոչ թե Նիկոլ Փաշինյանին ենք աջակցել, մենք համակարգի դեմ ենք դուրս եկել։ Նիկոլ Փաշինյանը չգիտեմ ինչով էր դեռ զբաղված, մենք այդ գործով էինք այնտեղ, մենք պայքարում էինք, մեզ բանտարկում էին, այսինքն դա շատ վաղուց էլի այդքան է եղել։ Ուղղակի փոքր էինք, Facebook բանկ չկար, տանում էինք, գցում էին ծյուրմա, ոչ մեկ չէր իմանում եւ այլն, եւ նորից եմ ասում, ցավալի է, որ մենք այդքան համակարգի դեմ փոխել ենք, բայց Նիկոլ Փաշինյանը կամաց վերահացվում, ոնց որ ես մի խորհուրդ տամ իրան, թող մի հատ կրկին եթե կարդացել էլա, մի հատ Օրվելի անասնաֆերման կարդա էլի, ուղղակի թող կարդա մի հատ նորից։ Բայց այստեղ էլ Արթուր Օսիպյանը շարունակում էր նրան պաշտպանել, որն էր պատճառը։ Դուք ևս կարծում եք։ Ես Նիկոլ Փաշինյանին չեմ պաշտպանել այն օրվանից, որ եկել է Ղարաբաղ, Բաքոյի հետ սելֆի արել, ասել է իմ ընկերն է, աջակցել է Արայիկ Հարությունյանին այդ թալանչի կոռումպացված այդ համակարգին վերարտադրվելու ու Արթուր Օսիպյանը լրիվ ճիշտ է ասել։ Ու հիմա այդ նույն կոռումպացված համակարգի կարկառուն դեմքեր հիմա պաշտոններ են զբաղեցնում։ Օսիպյանը կալանավորվելուց հետո էլ շարունակում է պաշտպանել գործող իշխանությանը։ Օսիպյանը գործող իշխանությանը չէ, նույնից եմ ասում պաշտպանում։ Օսիպյանը ընդդեմ այն կոռումպացված համակարգի էր։ Օսիպյանը за справедливость, ինքը արդար մարդ է, ինքը միշտ էլ արդարության կողմնակից է եղել եւ եթե նույնիսկ մեկի այդ բանը կատարվել, իրան չեն էլ կանչել, ինքը եկել է հասել է եւ նույնից եմ կրկնում։ Եթե Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի ճանաչել իրեն այն օրը, թեև կասկածում եմ, ապա մյուս օրը ինքը ամեն ինչ արդեն ճշտացել, եթե մի հատ կեղտ ելներ լուրջ Արթուրի վրա, հիմա պատկերացնում եք ինչ կանային Արթուրին։ Ասում եմ ինչու չի զոհվել, որ հիմա էլ 5000 զոհի մասին է։ Իմիջիալուց, եթե նկատել եք ուղիղ եթերը միացեք նայեք, ընդդեմ որևէ բան 5000 զոհի մասին բան չկա։ Այն ավտոշոկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բան ա եղել, ուղղակի էդ էլա չէ պրովոկացիա է, չէ՞, պարզ պրովոկացիա, նայեք 5000 զոհի մասին Արթուրը ընդհանրապես չի խոսացել, Արթուրը խնդրում էր բարձր չխոսա, Արթուրը ուղղակի նույնիսկ եթե ինքը արդեն սկսեց ադրբեջանական նարատիվներ եւ այլն այդ պրովոկացիան, որ բանը արեց Նիկոլ Փաշինյանը, Արթուրը եթե ուշադիր նայեք, ինքը ասեց լավ, եթե տենց է երրորդ հարցը տամ, դուք կգրեք դրա մասին, որ այդ 300,000 ադրբեջանցի եւ մի բան ասեմ, ես բոլորին եմ ասում, անբարոյականություն է փախստականին փախած անվանելը։ Ես եթե նորմալ մարդ է, այդքանը պիտի գիտակցի։ Արթուր Օսիպյանը ինչ ռազմական ուղի է անցել, դուք ծանոթ եք։ Ես գիտեմ, որ Արթուր Օսիպյանը, բազմաթիվ մարդիկ են գրել ինձ, ասել են Տիկ ջան, եթե պետք կլինի գանք դատարանում, կանգնենք Արթուրը, այն Վանեցյանի այդ դատերի բան ա գնում։ Այդ խրամատում գտնվող տղեկ հիմա պատրաստ են գանք կանգնեն, որ ասեն Արթուրը չի փախած չի։ Ու գիտեք ինչ, պատկերացնում եք ինչ հնարավորություններ ունի Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում եմ էլի մի Եվրոպայի մեջ է, թե Արթուրի վրա տենց կեղտեր լինի, թալանի եւ փախածի եւ այլն, հիմա գիտեք ինչ բան կբարձրաձայնեին։ Բայց ցավալին է նա, որ ինքը դուրս է եկել, ինքը այն բոլորը ձեն չեն անում, որ մի հատ տենց միջադեպ անում, մի անգամից իր խումբը, իր բան են չի անում, պատժեշկա են անում, աջակցում են։ Այս անգամ որևէ մեկը չի աջակցում, որովհետև բոլորն էլ հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է։ Եվ այդ մարդուն պետք է բացատրած, որ ինչքան ուշ ցուկցվանգ ասա կոչում։
Ինչքան ուշ, այնքան քո համար ծանր լինելու։ Դու մյուս օրով պետք է շտկեր։ Եթե դու այդ քայլն ես արել, ուրեմն դու պարտավոր ես ներողություն խնդրես ու խնդրելու ես։ Պարոն Պետրոսյան, կալանավորվելուց հետո այցելել եք Արտուրին, ինչպես է։ Ես չեմ այցելել, բայց փաստաբանը այցելել է, ասել է, որ վատ վիճակում է այդ խուցը եւ այլն, բայց հարցը չի, նա Շուշիի խցերը շատ ավելի վատն էին, էլի հարցը չի, Արտուրը դիմանալու է, հարցը այն է, որ այն մարդը վիրավորվել է, որ փախած են անվանել, այն մնացած վիրավորողները մի կողմ դնենք, էլի պատերազմածին փախած անվանելը անբարոյականություն է եւ դրա համար պետք է ներողություն տու։ Ու այդ մարդը միջև էջ գնալու է։ Ես դες ասում եմ, եթե այդ մարդու առողջության հետ, եթե մարդ կռված մարդուն փախած են անվանում ու ներողություն չեն խնդրում, այդ մարդը միջև էջ գնալու է ու բոլոր մեղքը մի հոգի վրա է։ Եվ այդ մեկը Նիկոլ Փաշինյանն է։ Չեք տեսել ոնց էին քաշքշում խուլիգանավարի Արտուրին։ Ձեռերը բարձրացել է Արտուրը, որ տեսել է, որ Արտուրը դե շատ է, չէ՞ տես վիճակների մեջ ոնց էին ուղարկում սադրելու այդ նույն համակարգը։ Որ Նիկոլ քեզ սադրում էին, նույնպես էլ մեզ էին սադրում, նույնպես էլ Արտուրին էին սադրում։ Ավելի շատ փակ տեղ Ղարաբաղը, որ ասում ես պատանդում պահում էին։ Հիմա այդ եմ ասել ես նա նույնիսկ երկարացնելու բան չկա։ Ես գտնում եմ, որ ցանկացած գիտակից մարդ տեսնելով այդ պոլեմիկան, այդ միջադեպը ամեն ինչ պարզ է եւ այո Արտուր Օսիպյանը քաղբանտարկյալ է եւ այո պահանջում եմ, որովհետեւ մյուս օրը կարող է ես կամ իմ երեխեն հայտնվի այդ նույն վիճակում, ինչ որ մի հատ ղեկավար իրան օրենքից վերը զգա։ Էլ չեմ խոսում այն խոսակցություններից, որ այն ավտոշոկի ժամանակից տերից հետո խոսում էր, նա կարելի է ասել հակասահմանադրական բաներ է խոսում եւ դրա համար դատում են նորմալ երկրում։ Դու ով ես, որ քաղաքացուն ասես ինչով զբաղվի կամ ինչով չզբաղվի։ Պետքա չափերը ճանաչի այդ մարդը։ Ես չեմ ուզում կոպիտ հնչի, բայց ամենամեղմ ասած չափերը ճանաչի ուղղակի։ Դուք մի խառնվեք, ձեր երեխեքը մեծանան, չհասկացա։